Բարև ձեզ, դուք դիտում եք Դիտակետը, այսօր իմ հյուրը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Դանիելյան, մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք, հանրահավաքը նախատեսել կազմակերպել էր Հայ ազգային կոնգրեսը եւ հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաեւ Հայ ազգային կոնգրեսի նախագահ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Իր խոսքում Տեր-Պետրոսյանն անդրադարձավ ներքաղաքական, արտաքին քաղաքական խնդիրներին, խոսեց Մաքսային միությունում Հայաստանի ինտեգրվելու գործընթացի անդառնալիության եւ ներքաղաքական մի շարք այլ խնդիրներ, այդ թվում նաեւ իշխանափոխություն կամ կառավարության փոխելու սցենարների հավանական զարգացումների մասին։ Ձեզ որպես քաղաքագետի ինչ տպավորություն ստացաք, ինչ ուղերձներ ստացաք եւ ինչ կանխատեսումներ կարող եք անել համագործակցության առումով քաղաքական ուժերի եւ ՀԱԿ-ի։ Իրենք շատ դեպքերում, երբ որ ինչ-որ process է տեղի ունենում, կարևոր է լինում ոչ թե այն, ինչ որ ասում են, այլ այն, ինչ որ չեն ասում եւ նաեւ ֆորմատը, հա, որովհետեւ շատ ժամանակ գործընթացը ինքնին ավելի կարևոր է, քան նպատակը, որի մասին հայտարարվում է։ Իմ գլխավոր սպասելիքը որն էր, որը այդպես էլ չեղավ, որ Հայաստանում հասարակությունը ինքնակազմավորվի եւ ընդդիմության հետ, քաղաքական կուսակցությունների հետ մեկ միասնական ֆորմատով հանդես գա։ Ինչի համար։ Իմ կարծիքով վերջի մի քանի տասնյակ տարիներին Հայաստանում սխալ պատկերացում կա, որ եթե իշխանությունը վատն է, ապա այդ վատ մարդկանց պետք է հանել, բերել լավ մարդկանց եւ լավ կլինի։ Փորձը ցույց է տալի, որ այդպես չի լինում եւ այդպես էլ կշարունակվի, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ իշխանությունը եւ անցած, եւ ներկա, եւ ապագա միշտ լինելու է վատը։ Եվ ցանկացած երկրում է դա այդպես։ Որպեսզի իշխանությունը չլինի այդքան վատը կամ հնարավորինս լավ լինի, պետք է ձևավորվեն որոշակի մեխանիզմներ եւ պետք է հասարակությունը ինքնակազմակերպվի եւ միշտ ճնշի իշխանությանը, որ իշխանությունը լինի հաշվետու հասարակությանը եւ երբ որ կա հանրային ճնշում, ապա սկսում է գործել նաեւ դատական համակարգը, սկսում է գործել նաեւ պետական ինստիտուտները, խորհրդարան եւ այլն եւ այլն։ Դրա համար այս շարժումներում իմ համար կարևոր է առաջի հերթին ոչ թե քաղաքական կուսակցություններին չկասեն, այլ այն արդյոք նրանք կարող են կազմակերպել հասարակությանը եւ արդյոք հասարակությունը կարող է վերահսկել ընդդիմությանը։ Եթե ընդդիմությանը կարողանա վերահսկել, դա արդեն հաջորդ քայլը կլինի, որ արդեն իշխանությանը կվերահսկի։ Պարոն Դանիելյան, վերահսկման ինչպիսի մեխանիզմներ եք պատկերացնում։ Հանրությունը ինչպես պիտի փորձի վերահսկել ընդդիմությանը եւ ընդդիմության միջոցով նաեւ վերահսկել իշխանությանը, որովհետեւ հանրությունն այսօր գրեթե բոլոր վերահսկող գործիքներից զրկված է բացառությամբ փողոցի եւ ճիշտ հասկացա արդյոք դուք մարտի 1-ին սպասում եք հայկական Մայդանի։ Սկզբից փորձեմ առաջի հարցին պատասխանել, կոնկրետ ինչ մեխանիզմներ կարող են լինել։ Մեզ մոտ կուսակցությունները ոչ միայն հաշվետու չեն հասարակության, այլ նաև կուսակցության լիդերները հաշվետու չեն իրենց կուսակցության անդամներին։ Եվ երբեք բարձ չի լինում, թե որոշումները ով ինչպես է ընդունում, հա, որոշումները ընդունում են ստվերային եղանակով եւ իշխանությունը եւ քաղաքական կուսակցությունները։ Դրա համար երևի առաջինը, որ պետք է հասարակությունը պահանջի, առաջի հերթին ընդդիմությունից, որտեղ իշխանությունից չի կարող դեռ պահանջի, չէ՞, թույլ վիճակում ընդդիմությունն է, որ օրինակ մի քանի քայլեր նրանք պարտավորվեն, որ եթե գան իշխանության, օրինակ կուսակցությունների մասին օրենքում փոփոխություն կմտցնեն, սակայն միջև այդ փոփոխությունը իրենք դա ինքնակամ կանեն։ Օրինակի համար յուրաքանչյուր կուսակցություն իր նախընտրական ցուցակները ընտրի ժողովի ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ եւ մամուլի վերահսկողությամբ, երբ որ այդ հաշվարկը տեղի ունենա։ Դա ինչ է նշանակում։ Մենք գիտենք, որ հայկական ավանդույթում ով որ ձևավորում է ցուցակը եւ ով որ ֆինանսավորում է, նա այդ ցուցակի վրա վերահսկում է եւ իր մոտ ունենում է հրաժարականի դիմումները, երբ որ պետք է լինում, այդ հրաժարականը դրվում է, այսինքն այդ զանգվածը մեկ հոգուց կախված է լինում հիմնական, դա եւ հանրապետական կուսակցությունում է եւ Բարգավաճում եւ մյուսներում
Եթե որոշակի ընտրական համակարգ կա դաշնակցությունում, ապա այս դաշնակցության որոշ անդամների ներքում նույնպես կեղծող բրիգադ կա եւ այլ մեխանիզմներ կան։ Այսինքն պարտադրել այդ կուսակցություններին, որպեսզի իրենց շարքերը եւ իրենց մեխանիզմները փոխեն, որից հետո հասարակությունը իրանց հետ որպես ընդդիմություն կճանաչի, թե չի ճանաչի, կամ լիդերների փոփոխություն լինի, պարտադրված, ասենք 2-3 տարին մեկ լիդերը պետք է ռոտացիայով փոխվի, պարտադիր եղանակով։ Այսինքն սա այն կոնկրետ մեխանիզմներն են։ Եթե ընդդիմությունը ինքը իր անդամների եւ հանրության առաջ պատասխանատու չի, ապա բնականաբար իշխանության գալուց հետո պատասխանատու չի լինի, հա։ Երկրորդը ով է որոշումները կայացնում, նույն ասենք, եթե մարտի 1-ի հանրահավաքի մասին ենք խոսում, հա, ով է որոշել, որ հաջորդ հանրահավաքը կլինի կամ չի լինի, երբ կլինի, կամ ինչ են պահանջում կառավարության հրաժարական Սերժ Սարգսյանի կամ մեկ այլ բան, ով է որոշում, դուք գիտեք։ Դե Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքի օրը կախված է քաղաքական ուժերի, այն 4 քաղաքական ոչ իշխանական ուժերի ազգային ժողովի ներկայացված խմբակցությունների, որոնց արձագանքից եւ հնարավոր է, որ տեղի ունենա այդ 4 հավաքական ուժերի ընդհանուր հանրահավաք։ Այսինքն այս պահին ամեն ինչ կախված է այդ ուժերի պատասխանից։ Եվ այդ բազմահազար հանրությունը պետք է սպասի 4 ուժերը ինչ կորոշեն, երբ կորոշեն կամ ինչ կանեն, հետո կգան, կասեն, գիտեք, ինչ մենք որոշել ենք։ Կգան իշխանության նույն ձևի կպահեն, ինչպես հանրապետական կուսակցությունը։ Իսկ ինչ անել, պարոն Դանիելյան, կամ ինքը պիտի որոշեր, կամ ինչ որ հանրաքվեի նման բան աներ, որպեսզի որոշեր երբ լինի հաջորդ հավաքը։ Այսինքն պետք է բաց ֆորմատով լինի որոշակի բաց ժողովներ, չէ, կամ նույնպես այսօրվա հնարավորություն կա նույն հեռարձակվի, չէ, ինտերնետով եւ այլն, եւ լինեն կուսակցական եւ ոչ կուսակցական անդամներ, որտեղ լինի դիսկուսիա, քննարկում, ինչ անել։ Քննարկումը դու կարող է դուրս գալ նաեւ մամուլ։ Այսինքն այս մեխանիզմներով արդեն հանրությունը դառնում է մասնակից, այսինքն սկսում է ձևավորվել հասարակություն եւ իշխանափոխություն ժամանակ արդեն հանրությունը ինքնակազմակերպվում է։ Նույն Մայդանի մասի երբ որ խոսքը գնաց, չէ, Մայդանում ինչպես են որոշումներ ընդունվում շատ դեպքերում, գալիս էին լիդերները, նրանց սուլում էին, ասում են գնացեք, կամ ասում են այո, կամ իրենք ստիպում են անել այն, ինչ որ իրենք որոշել են, չէ, որոշում են մենք կառավարության նախագահի հետ Յանուկովիչի պայմանավորվել ենք, զինադադար, հա, Մայդանը ասում էր ոչ, մենք շարունակում ենք եւ այլն։ Այսինքն Ուկրաինայում ամենամեծ արժեքը դա էր, որ հասարակությունը մտավ քաղաքականության մեջ տարբեր իր կառուցվածքներով։ Իսկ հետո ինչի վերածվեց, արդեն այլ խոսակցություն է, որ արդեն երևի կավես որ Պարոն Դանիելյան, Հայաստանը ունի իրեն Մայդան թույլ տալու շքեղության հնարավորություն, հաշվի առնելով աշխարհաքաղաքական դիրքը, ունենալով Ղարաբաղյան հակամարտություն եւ Ռուսաստանի չափից ավել ներկայացվածությունը Հայաստանում։ Նայած մենք ինչ ենք հասկանում Մայդանի տակ, որովհետեւ Մայդանը իր սկզբնական փուլում դա այն էր, երբ որ հասարակությունը զզված էր իշխանություններից, այդ կոռուպցիայից եւ փորձում էր փոխի իշխանությունը։ Սակայն հետագայում եւ դա հիմքում դրված էր նաեւ, դա վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի եւ բերեց նրան, ինչ որ մենք տեսնում ենք, եւ սա դեռ երկար է շարունակվելու։ Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ հայկական Մայդանը եթե լինի, դա չպետք է ունենա աշխարհաքաղաքական երկընտրանք, չնայած շատերը դրան դրդում են, եւ դա միանշանակ սխալ է եւ Հայաստան կլինի ավելի արյունալի վիճակ, քան դա Ուկրաինայում կլինի կամ կարող է լինել։ Այսինքն, եթե դու պայքարում ես կոռուպցիայի դեմ, երկրում փոփոխություններ մտցնելու համար, ապա դա չպետք է ունենա աշխարհաքաղաքական երանգ։ Եթե դու պահանջում ես Պուտինի հրաժարականը, դա իհարկե մառազմի է վերածվում, որը համատարած է։ Պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, դիր խնդիրները, դիր պահանջները, որ արա սա չէ, գնա։ Եվ այդ պահանջները պետք է լինի հանրային օրակարգում, եւ այդ հանրային օրակարգը չպետք է 4 կուսակցությունները ձևավորեն, դա բոլորը պետք է մասնակցեն այդ ձևավորմանը։ Այսինքն այս կոնտեքստում, պարոն Դանիելյան, դուք դիվանագիտորեն ճիշտ քայլ եք որակում Տեր-Պետրոսյանի հայտարարությունն առայն, որ Մաքսային միության Հայաստանի մուտքն այլևս անշրջելի է։ Ես այն կարծիք եմ, որ Մաքսային միություն որպես այդպեսին ձևավորված չի եւ ապագան պարզ չի, նույնը այդ ասոցիացիան այդ պայմանագիրը պարզ չէր, որովհետեւ իմ կարծիքով ինչ տեղի ունեցավ։ 4 երկրներ էին փորձում ասոցացվել,
բայց եկեք այդ երկրները հերթով մենք նայենք ովքեր են, հա, Մոլդավան, որը ոչ ոքին չի հետաքրքրում, չէ, բացի Ռումինիայից, Վրաստանը, որ արդեն կարող է ինքնուրույն անի ցանկացած քայլ Աբխազիայից եւ Ասետիայից հետո ինքը ազատ է եւ չունի Ռուսաստանը չունի ազդեցություն, Հայաստանը ինչ չի թվում, որ Եվրոպայում առանձնապես հետաքրքրում է, որովհետև Հայաստանը Ղարաբաղի հետն է, Ադրբեջանի կոնֆլիկտը, Թուրքիայի եւ Իրանի հնարավոր ներդրումներով հարուստ ենք։ Դա մի սարսափելի կծիկ է եւ այդ բոլոր երկրները երեքը ֆոներ իմ կարծիքով Ուկրաինայի ասոցացման համար, այսինքն այստեղ աշխարհաքաղաքական խնդիր էր դրված որպես այդպիսին ընդամենը դա էր եւ Հայաստանի առաջ նման հեռանկար ինձ թվում է որ դեռևս չկար հիմա մենք ինչն է վերջնական որոշված մի բան որը պարզ չի ինչ է եւ այդ փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանը ամսի 1-ին կարծեմ հայտարարել էր, որ ապրիլի կեսերին կվերջացնենք ճանապարհային քարտեզը մաքսային միության։ Քոչարյանը դրանից առաջ հայտարարել, որ արդեն Եվրոպայի անդամ ենք եւ վերջացրել ենք անշրջելի եւ անբեկանելի process է։ Դա համար եթե մարդ մի անգամ սուտ ասում, կարող է երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ։ Դա այդ մարդիկ արդեն կոչվում են ոչ լուրջ մարդիկ, ոչ պատասխանատու մարդիկ։ Եթե դու մի բան ես անում, չի ստացվում, բարի եղի հրաժարական տար, եթե ոչ քո խոսքը չունի գին, արժեք, 0 է այդ գինը։ Դա համար եկեք Շավարժ Քոչարյանին հղում ենք անում։ Չքննարկենք իր խոսքերը։ Վերադառնանք Տեր-Պետրոսյանին եւ Տեր-Պետրոսյանը իր ելույթի ժամանակ նաեւ այսպես ռևերանսներ արեց Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Հայաստանում ստացվել է այնպիսի մի իրավիճակ, երբ իրականության մեջ ինչ-որ բան փոխելու համար շատ կարևոր է Բարգավաճ Հայաստան կուսակցության քայլը կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմնա իշխանության մեջ կամ կմնա ոչ ընդդիմադիր դաշտում եւ որևէ բան տեղի չունենա կամ դուրս կգա իրական ընդդիմադիր դաշտ, դուրս կգա համակարգին դեմ, համակարգը ճեղք կտա, ճակ կտա եւ Հայաստանում ինչ-որ բան կփոխվի։ Նման հավանականություն դուք տեսնում եք մոտ ապագայում։ Հավանականություն ես տեսնում եմ եւ Հայաստանում միշտ, եթե եղել են իշխանության փոփոխություն կարևոր չի ինձ ձևով, դա եղել է իշխանության ճեղքվածքի հետևանք։ Բոլոր դեպքերը կարող են քննարկել, հա, որովհետեւ Հայաստանում մի իշխանություն է, մի ավանդույթ է ձևավորված, որ ընդդիմությանը ոչնչացնում են տնտեսապես։ Եվ տվյալ դեպքում մենք ունենք ճեղքված, այսինքն մի ընդդիմություն, իդեմս, ինչպես ուզում եք անվանեք, որը ունի ռեսուրսներ եւ որը տվյալ դեպքում գոնե կառավարությանը փոփոխության համար է պայքարում, դա նշանակում է նաև նախագահի փոփոխություն հաջորդ քայլում, մենք բոլորս դա հասկանում ենք, որ Սերժ Սարգսյանի միայն հենարանը, միակ հենարանը դա Տիգրան Սարգսյանի բերած պարկերն են, որը մեր հաջորդ սերունդները պետք է փակեն։ Դա հանում է Սերժ Սարգսյան գոյություն չունի, նա անհասկանալի է նույնիսկ իր կուսակցության համար, հա, այդ մարդը պարզ չի ում շահերն է ներկայացնում։ Այս առումով դա ռեսուրս է, սակայն խնդիրը ես նորից եմ ասում, այն չի, որ իշխանությունը կփոխվի, թե ոչ, դա չի նպատակը։ Նպատակը ինչ օրակարգով է իշխանությունը փոխվում եւ ինչ հավանականություն կա, որ այդ օրակարգը կկատարվի։ Այստեղ մեկ գարանտ գոյություն ունի, դա ակտիվ հասարակությունն է, որը այդ ընդդիմության այսօրվա տեսքով ընդդիմություն կբերի կոնկրետ կետերի առաջ կկանգնացնեն, նրանք կստորագրեն, դա հանրային մասնակցությամբ կլինի եւ հետագայում հանրային վերահսկողությամբ։ Ունեք ակտիվ հանրություն։ Հանրության մեջ կան ակտիվ զանգվածներ եւ մարդիկ եւ եթե process-ը լինի ռացիոնալ եւ հասկանալի եւ կարծում եմ ամբողջ հասարակությունը կմասնակցի դրան, որովհետեւ բոլորն են ցանկանում փոփոխություն, սակայն չեն տեսնում դրա հնարավորությունը։ Եթե լինի հնարավորությունը եւ լինի նպատակը, ինչի համար է դա կատարվում, լինի որոշակի օրակարգ, որոշակի ճանապարհային քարտեզ, ապա դա կլինի համաժողովրդական շարժում եւ շատ կարճ ժամանակում դա կլինի։ Իսկ ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունների համագործակցությունը եւ ենթադրվելիք օրակարգերը դուք ռացիոնալ եւ հասկանալի համարում եք, ավելի մանրամասն նշեմ, որ նրանք պատրաստվում են հաջորդ քառորյային բարձրացնել կառավարության հրաժարականի հարցը եւ Լևոն Զուրաբյանը Ազատության հրապարակից նշեց, որ չի բացառվում, որ հաջորդ համագործակցությունը լինի նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցի բարձրացումը։
այդ հրաժարականները նորից եմ կրկնում, դա միջոցի ինչ-որ բան անելու համար։ Այսինքն ռացիոնալ չեն։ Երբ որ պարզ չի ինչի համար ես փոխում կառավարությունը, որ գաս ինչ անես, ապա իմաստավորն է, դու պետքա գրես գալու եմ ինչ եմ անելու քայլը։ Գրել են, պարոն Դանիելյան, որոշակի քայլեր գրել են։ Չէ, հանրության համար հստակ լինի, չէ, եւ տնտեսության դիվերսիֆիկացիա։ Ոչ, պետք է լինի եւ գաղափարական մասը, եւ փիլիսոփայությունը, չէ, փոփոխությունների, աշխարհայացքը, պետք է լինեն նաեւ կոնկրետ քայլերը, կոնկրետ ճանապարհային քարտեզերը, կոնկրետ համակարգային փոփոխություն, որ ասում են ի՞նչ է դա նշանակում։ Ես ընդհանրապես ասեցի մի էլեմենտ, օրենքում մի փոփոխությամբ կուսակցությունները դառնում են ապրող օրգանիզմ, բացի հպատակ ինչ-որ կառույցից, բայց դա կարելի է նաև սահմանադրության մեջ, այլ օրենքների մեջ այդ փոփոխությունները մտցնել, այսինքն համակարգը նման ձևի է փոխվում, եւ երկրորդը հանրությունը դառնում է քաղաքական process-ների ակտիվ կողմ։ Հանրությունը պիտի հայտ ներկայացնի ակտիվ կողմ դառնալու։ Հանրությունը ձևավորում է գործընթացների ժամանակ։ Հասկանում եք, 88 թվից առաջ հանրություն չկար, 2 ամիս հետո կար հանրություն, հա։ Սպասելիքները կան, մարդիկ կան, սակայն այդ գործընթացը պետք է որոշակի ընթացք ստանա եւ ասում եմ մի շաբաթում կարող է վիճակը փոխվել։ Եվ այստեղ հարցը այն է, այդ կուսակցությունները ցանկանում են նման հասարակություն ունենալ եւ պատրաստ են խթանել, թե ոչ։ Ինչ եք կարծում, ցանկանում են։ Բնականաբար ոչ մի քաղաքական ուժ չի ցանկանա նման process-ներ լինեն, որ ինքը լինի միանձնյա որոշումներ կայացնող կամ որպես իշխանություն կամ թեկուզ որպես ընդդիմություն։ Հա, ասում է Սերժ Սարգսյան, քո հրաժարականը կա պահանջեմ, ոչ թե պահանջում եմ եւ ստիպում ես նրան գա քո հետ երկխոսության։ Երկխոսություն ինչի շուրջը, որն է թեման, կառավարությունը, բայց մեզ ինչ։ Մենք գիտենք կառավարությունը, որ փոխվի գալու է, ինչ է անելու։ Մենք դա չգիտենք։ Այսինքն մենք որպես հասարակություն պետք է արդեն սթափ լինենք եւ կարողանանք հարցեր բարձրացնել։ Որտեղ կանգնած ենք պսևդո հեղափոխություն իրականացնելու վտանգի առաջ։ Հեղափոխությունը կարող է լինել պսևդո, կարող է լինել ոչ պսևդո, հա, դա նաեւ մեզանից է կախված։ Դա նաեւ կախված է այդ կուսակցությունների կամքից, որովհետեւ նույն այդ կուսակցությունները պետք է հասկանան, որ ենթադրենք հեղափոխությունից հետո նրանք իրար են ուտելու, չէ՞, նույն Ուկրաինայում եւ այդ երաշխիքը, որ իրենց ուժեղը թույլին չուտի, հենց նաեւ հանրությունն է, չէ՞։ Այսինքն այսօր դու դա չես ուզում, դու ուզում ես միանձնյա որոշումներ կայացնես, վաղը դա քեզ պետք է գալու։ Իսկ բոլորը պետք է հասկանան։ Այսօր դու ունես ունեցված, դու ունես կառուցում հնարավորություններ, չէ՞, լավ է, ոչ ոք չի վերահսկում, բայց վաղը կարող է գան քո ձեռքից վերցնեն, բայց քեզ ով է պաշտպանելու։ Իսկ բոլորը պետք է հասկանան, որ իհարկե դա սահմանափակում է հնարավորությունները, ցանկացած մարդու լինի օլիգարխ, թե ոստիկան, թե քաղաքական գործիչ, բայց դա նաև տալիս անվտանգություն եւ ապահովություն եւ դա բոլորին ձեռնտու է։ Այսինքն մենք այս պահին ունենք հանրային պայմանագիր կնքելու հանրության եւ քաղաքական ուժերի միջեւ նման անհրաժեշտություն որոշակի կետերի, որոշակի գործողությունների ու որոշակի օրակարգի շուրջ։ Ես նախ չեմ հասկանում, ասենք 2 միլիոնը այնպես մեծ սեղան որտեղից են գտնելու այդ պայմանագիրը կնքելու համար, պետք է լինի հանրային համաձայնություն որոշակի հարցերի շուրջը եւ գործընթաց, որտեղ լինի մտքերի ազատ փոխանակություն, որոշումներ ընդունելու մեխանիզմ եւ պատասխանատվություն քո ընդունած որոշումների համար։ Եվ դա երկրներում համար ամբողջ ծանրությունը մնում է հանրության ուսերին։ Այո, եթե հանրությունը ուզում է նորմալ երկիր ունենալ, ինքը պետք է իմանա, որ միշտ ծանրությունը լինելու է իր ուսերի։ Եթե դու չես ուզում քո ուսերին լինի, ապա կլինի մեկ ուրիշի ուսերին, որը եւ կօգտվի բարիքներից նաեւ։ Շատ լավ, շնորհակալություն մեկնաբանությունների համար, շնորհակալություն նաև ձեզ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ, շարունակեք հետևել Civilnet-ի։